Փառք Աստծուն, այսօրվա համար ճշմարտության 33 նիստերից հասանք 31-րդ թեմային։ Թեման կոչվում է ձեռնադրություն։ Ձեռնադրությունը ինչ է նշանակում? Ձեռք դնել։ Ձեռք դնել։ Ուրեմն մենք նայում ենք Տիրոջ ուսուցման մեջ, նաև ձեռնադրության թեմա կա, շատ կա, անգամ առաքյալը երբ որ շեշտում է ուսմունքները, ձեռնադրության անունը կամ ասենք թեմայի անունը այդ շարքում կա։ Դրա համար եկեղեցին նաև պետք է իմանա ինչ է նշանակում ձեռնադրություն, մանավանդ որ ձեռնադրության կարիք շատ է լինում տարբեր հարցերում։ Դրա մասին կնայենք։ Ուրեմն այս թեման մենք կնայենք 3 բաժիններով։ Առաջինը ձեռնադրության սահմանումը եւ կարիքը։ Եկեղեցում ծառաների ձեռնադրությունը 3 տեսանկյունից, ասենք ինչ նպատակներով է կատարվում եւ ձեռք դնելու իրավունքը։ Առաջինը ձեռնադրության սահմանումը եւ կարիքը։ Եբրայեցիների 6:2-ում այսպես է գրված, երբ որ հերթականության գալիս է, ասում է այն թեմաները, որ սովորել են կամ պիտի սովորեն, ասում է մկրտությունների ուսմունք, ձեռք դնելու, մեռելների հարություն, հավիտենական դատաստան եւ էլի այդպես ուրիշ թեմաներ կան։ Ուրեմն շեշտվում է ձեռք դնելու ուսմունքը։ Ձեռնադրության երևույթը նաեւ 5 կտականյան ժամանակներում է եղել, նորություն չի նոր կտականյան ժամանակաշրջանում, օրինակ Ծննդոց 48-ի 14-ում այսպես ասում եւ Իսրայելը ասենք Հակոբ իր աջ ձեռքը մեկնեց եւ Եփրեմի գլխին դրեց, որ փոքրն էր, եւ իր ձախ ձեռքը Մանասեի գլխին։ Դիտմամբ փոխեց իր ձեռքերը, որտեղ Մանասեն անդրանիկն էր։ Եվ հետագայում ասում է, որ Հովսեփ ասեց, հայր իբր թե սխալվում ես, բայց նա ասեց չեմ սխալվում, ասիկ ինքն հենց էր կանգնեցրել, որ աջ ձեռքի տակ գնի Մանասեն, Եփրեմը ձախ, բայց ինքը սենց ձեռնադրություն արեց, անգամ ոչ թե մենակ ձեռնադրության կարիք կա, այլ նաև հետաքրքիր է, կարծես թե աջ ու ձախով շեշտադրում կար, նպատակ կար, խոսք կար դրա մեջ։ Հակոբի արածը մենք տեսնում ենք մարգարեական առաջնորդություն էր, այսինքն նա հասկացավ Տիրոջ կամքը, հայտնությունով արեց, ոչ թե ուղղակի ինչ մտքով անցավ։ Եվ իհարկե մենք տեսնում ենք նոր կտականանյան ժամանակաշրջանում նորից այս երևույթը արկա է։ Գործքի 13:1-3-ում գրված ասում է եւ Անտիոքում այնտեղ եկեղեցու մեջ կային մի քանի մարգարեներ եւ վարդապետներ։ Բարնաբասը, որ Նիգեր էր Աստված Շմավոնը, այսինքն Նիգեր Աստված Շմավոնը եւ Ղուկոսը, Կուրենացին եւ Հերոդոս շորոտապետի Սնդակից Մանայենը եւ Սողոսը։ Սրանք բոլոր Տիրոջ պաշտոն էին մատուցում, ծոմ էին պահում եւ Սուրբ Հոգին ասաց. Ինձ համար որոշեցեք Բարնաբասին եւ Սողոսին այն գործի համար, որ ես դրանց կանչել եմ։ Այն ժամանակ ծոմ պահեցին, աղոթք արեցին, նրանց ձեռք դրին եւ արձակեցին։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ ինչ կատարվեց, երբ որ նրանք ծոմ էին պահում, ծառայություն էին մատուցում Աստծուն, նոր կտական ժամանակաշրջան արդեն ծառայության համար Տեր ասեց հայտնություն եղավ, Տեր ասենք Սուրբ Հոգին ասեց, առանձնացրեք ինձ համար այս ինչին, այն ինչին եւ հնազանդվեցին աշակերտները ծոմապահությամբ, ձեռք դրեցին եւ նրանց ուղարկեցին այն գործին, որին որ Տերը կանչել էր։ Սակայն մենք էլի տեսնում ենք, որ շատ չերկարացնենք, հատվածները կարդանք շատ, դուք գիտեք, որ հենց ավետարանների մեջ, երբ որ ինչ էին անում, թեկուզ օրհնության իմաստով, չէ, բերում էին Հիսուսի մոտ մանուկներին, Հիսուսը ձեռք էր դնում։ Ձեռք էր դնում, անգամ շատերը գալիս էին, ոչ թե միայն Հիսուսն էր այդպես մտածում, այլ ժողովրդին ծանոթ էր այդ երևույթը եւ խնդրում են Հիսուսին, որ ինքը ձեռք դնի։ Ժողովուրդը գիտեին այդ գործողության մասին։ Ուրեմն ձեռնադրությունը Աստծո հայտնության ճանաչումն ու հաստատումն է, որով մարդը բացահայտում եւ հաստատում է ձեռնադրվողի իրավունքները, ծառայությունը եւ օրհնության հետ կապված հարցերը։ Օրինակ առաջին Թագավորաց 10-րդ գլխից մի քանի համար կարդամ ձեզ համար, առաջին խոսքում օրինակ ասում է Սամվել մարգարեի մասին է,
առավ յուղի շիշը նրա գլխին լցրեց, նրան համբերեց եւ ասեց. ահա Տերը քեզ իր ժառանգության վրա իշխան օծեց։ Այսինքն սա ուղի մասին է, առաջին թագավորը երբ որ եղավ, այսինքն որ բոլոր թագավորների հետ էր կապված, քահանաները օծվում էին, թագավորները օծվում էին, հատուկ ծառայության մարդիկ կային, որ նորից հին կտականում օծվում էր, այսինքն դրա կարիքը կար, սա շեշտ էր, կարելի ասել շեշտադրում էր, որ ձեռնադրությամբ խոսվում էր այն նպատակի մասին, որի համար ձեռնադրում էին։ Մենք տեսնում ենք նաև 24-25-րդ խոսքերում ասում է Սամվելը բոլոր ժողովրդին ասեց. տեսեք Տերը որին է ընտրել, եւ բոլոր ժողովրդի մեջ նրա պես մեկը չկա, եւ բոլոր ժողովուրդը աղաղակեց ասելով. կեցցե թագավորը, եւ Սամվելը թագավորության իրավունքն ասեց ժողովրդին եւ գրքի մեջ գրեց եւ Տիրոջ առջև դրեց։ Եվ Սամվելը բոլոր ժողովրդին արձակեց ամեն մարդին իր տունը։ Այսինքն Սամվելի ձեռնադրությունը ինչ է նշանակում, երբ որ Սաուղի վրա դիմել, սա մատնացույց էր, որ Տերը նրան է ընտրել որպես թագավոր։ Եվ ասացի, որպես քահանա եւ որպես ուրիշ ծառայությունների համար ձեռնադրություն են լինում, փաստորեն ձեռնադրությունը դա հայտնության, Տիրոջ հայտնության մատնացույցն էր, կարելի ասել։ Ոչ թե ինքնագլուխ, ինչ ուզենք, ոնց մտածենք, անենք, բայց մարդը պետք է առաջնորդվի Տիրոջ խոսքով, Տիրոջից, եւ եթե լինում է ձեռնադրություն, ուրեմն պետք է մարդը առաջնորդություն ունենա։ Փաստորեն Սամվելը ինչ էր անում, առաջնորդվում էր, կամ Հակոբի համար ասեցի, դա հայտնություն է, ինքը ինձ օդի միջից չվերցեց, ասեց, սպասի ձեռքերս sense դնեմ, sense օրհնեմ։ Հայտնություն առավ։ Կամ Մոսեսը որ ձեռնադրեց Հեսուին, հայտնություն էր, Տիրոջի հայտնություն էր առել, ժողովրդի առջև ձեռք դրեց, որպես Տիրոջ հայտնության ցուցադրում, sense ասած, կամ մատնացույց։ Ուրեմն նորից կարծում եմ սահմանումը ինչ է իրենից ներկայացնում ձեռնադրությունը, ասում է ձեռնադրությունը Աստծո հայտնության ճանաչումն ու հաստատումն է, որով մարդը բացահայտում եւ հաստատում է ձեռնադրվողի իրավունքները, ծառայությունը եւ իհարկե օրհնության հետ կապված հայտնությունները ցույց։ Ուրեմն երբ որ մարդը ձեռք է դնում, ցույց է տալիս, որ ես ունեմ հայտնություն Տիրոջից։ Եվ այդ ձեռնադրությամբ հաստատում է ձեռնադրվողի իրավունքները, ծառայությունը եւ նաեւ որ ասեցի մատնացությանը դա բացահայտում է։ Հիմա ուզում եմ կարիքի մասին մի երկու կետով նայենք, երկու ենթաբաժնում։ Այսինքն ձեռնադրության կարիք է առաջանում եկեղեցու մեջ զանազան ծառայությունների համար, այսինքն զանազան ծառայությունների վրա ծառաներ կարգելու, Աստծո ծառաներ, Աստծո ծառայողներ, ծառաներ ասելով, այսինքն ծառայողներ։ Դրանով, ինչպես որ սահմանման մեջ ասվեց, ձեռնադրությունով լինում է բացահայտում եւ հաստատում։ Իհարկե, եթե մենք սենց անենք, օրինակ վերցնենք ձեռնադրություն անենք ու չբացատրենք։ Գուցե չբացատրենք, գիտեք, ինչ դեպքում, երբ որ արդեն ականատեսներ բոլորը հասկանում են դրա իրավունքներն են կամ ասենք ծառայության սահմանները։ Օրինակ, եթե մեկին ձեռք ես դնում բժշկության համար, նախ Աստված օրհնում է, որ բժշկվի, կողքիներին պետք չի արդեն բացատրվի, ինչու ձեռք դրեցի, դա մարդը գիտեն, ձեռք է դրվում օրհնության համար, բայց ծառայությունների համար հաճախակի կարիք է լինում, որ բացատրվի, որտեղ տարբեր ծառայությունների իրավունքն ու պարտականությունները տարբեր են։ Օրինակ, Գործքի 6:6-ը սեղանին ծառայողների մասին էր խոսքը, ամբողջ տեքստը չեմ ուզում կարդալ, բայց ասում ընտրված մարդիկ, որոնք ընտրվեցին, ասում են նրանց կանգնեցին առաքյալների առաջին եւ աղոթք անելով ձեռք դնի նրանց վրա։ Այսինքն ձեռք դրեցի ժողովրդին ցույց տրվեց, որ սրանք այդ ծառաներն են։ Ինչ որտեղ գիտեք ինչի նմանություն է։ Ձեռք դնել կարծես թե կնիկ լինի։ Կնքվում են այդ ծառայության մեջ, այդ ձևի նմանություն, ասենք եթե մեկին ծառայության ես դնում, հիմա ինչ են բերում ծառայության համար, պետական ասենք օրինակ, ինչ որ փաստաթուղթ կնքված։ Եվ այդ փաստաթուղթը այդ մարդուն իրավունք է տալիս, որ ինքը տեղում ծառայի։ Իսկ եկեղեցում ձեռնադրությունն է,
Առաջինը, որ մարդիկ գիտեն, նա ձեռնադրված է եւ հաճախակի լինում է, որ կարիք է լինում, որ հիշեցվի ձեռնադրության մասին, թե ով ինչ ծառայություն պետք է անի։ Մենք արդում ենք առաջին Տիմոթեոս 4:14-ը, այնտեղ ինչ է գրված, Պողոս առաքյալը ասում է Տիմոթեոսին, ասում է անօգ մի լինի իրան քեզանում եղած շնորհի համար, որ քեզ տրվեց մարգարեությունովը նաև եղբայրների ձեռնադրությունում։ Հետո գալիս է ժամանակ, որ Պողոսը զգուշացնում է Տիմոթեոսին, օրինակ 5:22-ում շուտով ձեռքդ մեկի վրա մի դիր, ուրիշի մեղքին մասնակից մի լինիր, քո անձը սուրբ պահիր։ Իսկ վերևում ինչ ասաց, հիշիր, անօգ մի լինիր քեզանում եղած շնորհքի համար, որ քեզ տրվեց մարգարեությամբ, իհարկե եւ երեսները ձեռնադրությամբ հաստատեցին։ Ասում է երեսների ձեռնադրությամբ։ Այսինքն եթե հայտնություն չլինի, մենք վերցնենք ինչ որ մեկին մեր գլխու ձեռնադրենք, երաշխավորություն չկա, որ Տերը պետք է հաստատի։ Առաջինը Տերը պետք է հաստատի, այսինքն գործով, պտուղով, որ եկեղեցում էլ այդ ձեռնադրության արդյունքը լինի։ Ասենք օրինակ եղել է տեղեր եմ տեսել, որ օրինակ ուզում է սարկավակ դնել, հովիվ դնել, կամ ինչ-որ ծառայության մեջ մարդկանց դնել 80-90-ական թվականներին մանավանդ, մեկ էլ հայտարարել են այդ տեղում ժողովրդին, իրենց մոտ այդ ժողովրդին հայտարարել են, դե ժողովուրդ ջան, ումն եք ուզում լինի հովիվ կամ սարկավակ կամ ուրիշ մանավանդ վարդապետական ու Սուրբ Գրքի մատուցման ծառայող, դուք ընտրեք, ասում են մենք ալ ձեռնադրենք, ասենք ավակ հովիվներն են ասում, կամ եպիսկոպոսները։ Ժողովուրդը ինքը ընտրում է, դե համարյա թե կարելի ասել չափանիշ էլ չի ասում։ Հիմնական չափանիշը խելոք, հա, կռվարար չի, հա, չի բացակայում ժողովներից եւ այլ, բայց Աստծո հայտնություն չկա։ Եվ մարդիկ ընտրում են, լուր են տալիս, որ մենք ընտրել ենք, ումն եք ընտրել, ասում են, ասենք, էս ինչի։ Հավաքում են այդ հովիվները եւ ձեռնադրությամբ հաստատում են այդ գործի մեջ։ Բայց այստեղ արդեն կիսատ է, ճիշտ է, իրանք ձեռք դրեցին, հաստատեցին ժողովրդի առաջ, թեկուզ ժողովուրդն այդ ձեռնադրության հնազանդվում է, սակայն որևէ խոսք չկա Աստծո հայտնության մասին, Աստծո գործի մասին, անգամ եղել է, որ մեկին հովիվ ձեռնադրեցին, կանչել են, ներկա ենք այդ ձեռնադրությանը, նայում ենք, նստած ենք։ Մեկ էլ ինչ-որ մեկին բերեցին, ձեռնադրեցին հովիվ եւ այս հովին խոսք տվեցին, որ վկային իր հետ կապված, ասում է ժողովրդի առաջ, ասում է, դե ես չէի ուզում լինեի հովիվ, բայց այսօր առավոտյան մի եղբայրը տալիս է, եկավ ասես mən երազ եմ տեսել եւ երազում Տեր ասես դու հովիվ եղիր։ Ես էլ հոժարվեցի, այսինքն պատկերացնում եք մի օր էլ չկա, առանց քննության, գուցե այդ մարդը սխալ երազատես, օրինակ եմ ասում, կամ ես չէի ուզում, սակայն ձեռնադրվողը ինքն էլ պետք է ունենա հայտնություն։ Այսինքն մարդը պետք է ունենա ինքը հայտնություն, պետք է լինի նաև ինչ-որ տեղ Տիրոջ կողմից ասում է նայեք նրա վարքին, նիստուկացին, երրորդը ձեր դնողներն էլ պետք է ունենան հայտնություն։ Ոչ թե ես չգիտեմ, ձեր դնողներն էլ չգիտեն, ուղղակի ժողովուրդ ուզում է որ ես լինեն, եւ ձեր դնողները գալիս են առանց Տիրոջից հայտնության, ես չեմ առանց հայտնության, ու վերջում ձեռք են դնում ինձ վրա, օրինակ եղիր հովիվ։ Սա հետո վնասն ու օգուտը կարդանք ինչպես է սա, ուրեմն մենք տեսնում ենք, որ գործկառաքելուցի թե 6-ից, որ կարդացինք, հետո ասում է վկայությունը 6-ից որ կարդացինք ոմանց ձեռնադրեցին, այնտեղ առաքյալներ այս չափանիշ դրեց Սուրբ Հոգով եւ իմաստունով լցված մարդիկ, ասես Սուրբ Հոգու առաջնորդություն ունեցող մարդիկ։ Եվ վկայում է հետո, որոնցից մեկն էլ Ստեփանոսն էր, ու բարձ երևում է, որ այո, պատահական մարդիկ չէին ընտրված, իրոք Սուրբ Հոգուց առաջնորդվող մարդիկ էին։ Սակայն, որ ասեցի լինում է նաև օրհնության հարցում, այո, մենք տեսնում ենք, որ Տեր Հիսուսի կյանքում կար, օրինակ մի համար կարդամ, Ղուկաս 4:41-42-ում վկայում այն մասին, որ կերպ ցավերով հիվանդներ բերեց ժողովուրդը Հիսուսի մոտ, եւ Հիսուսը նրանց ամեն մեկի վրա ձեռք էր դնում եւ բժշկում։
Շատերից էլ դևեր էին դուրս գալիս, աղաղակում են եւ ասում, թե դու ես Քրիստոսը Աստծո որդին։ Եվ շարունակությունը, չեմ ասում, Տերը սաստում է, լռեցնում է, որտեղ Տիրոջ պետք չէ դևերի վկայություն, սակայն մենք տեսնում ենք այ օրհնության համար են, հիվանդների համար մարդիկ խնդրում են, որ Տերը ձեռք դնի եւ Տերը գործեց, հորից հայտնություն առավ։ Ու այստեղ sense գաղտնիք էլ կա, չէ՞, շատերը օրինակ Տիրոջ այս հրաշքի վրա են նայում, հարց է եղել, չէ, եղել են, որ քույրեր եղբայրներ հարցեն, որ ջուրը գինի դարձեց։ Ասում է, չէ՞ որ Տերը ասաց իմ ժամանակ դեռ չի մոտեցել, այդ ինչպես եղավ, մեկ էլ արեց։ Այո, նա հայտնություն ստացավ, հենց այդ պահին, որ հիմա է ժամանակը։ Սկսիր այդ ոնց ասած այդ ծառայության, ասենք հրաշքներով ծառայության գործը։ Եվ Տերը առաջին հրաշքը ասում է, սա էր, որ ջուրը գինու փոխեց։ Այնպես չէր, թե օրինակ իմ ասում, Մարիամն ասեց Հիսուս գործիր, հակառակ Հիսուսը մերժեց Մարիամի ասածը։ Դու ինձ այդ ինչ գործ ունես։ Շատերը ասում են, միթե Մարիամը առաջնորդեց Հիսուսին, բայց եթե առաջնորդվեր Հիսուսը Մարիամից, չէր ասի դու ինձ այդ ինչ բան ունես, ինչ գործ ունես, ով կին։ Այսինքն ինչ է նշանակում առաջնորդությունը Մարիամից չէր։ Երբ որ նա առաջնորդվեց, այդ պահին ուրեմն երկնքից, ինչպես Հակոբի համար ենք ասում, թեկուզ կարծես թե թաքնված, բայց հասկանալի է, որ մարգարեական ձեռնադրություն արեց Հակոբը Եփրեմի ու Մանասեի վրա։ Նմանապես, երբ որ Տերը գործեց, արդեն հասկացվում է հորից հայտնություն առավ։ Ոչ թե մարդկանցից առաջնորդեց կամ միայն կարիքին նայեց։ Կարիքը կար, սակայն առաջնորդությունը եղավ։ Նմանապես բժշկությունների համար մենք տեսնում ենք Գործքի 9:17-ում մի վկայություն կա, ասում Անանյան գնաց մտավ այդ տունը եւ ձեռքը դրեց նրա վրա եւ ասաց Սավուղ եղբայր Տեր ուղարկեց ինձ այն Հիսուսը, որ երևաց քեզ ճանապարհում է, որ գալիս էր, որ տեսնես, որտեվ Սավուղ կուրացել էր, ասում որ տեսնես եւ Սուրբ Հոգով լցվես եւ դրանից հետո վկայում է, որ Սավուղը բժշկվեց, թեփերի նման բաներ աչքերից թափեցին եւ նա սկսեց տեսնել։ Նույնիսկ տեսնում որ ձեռք դրեց օրհնության համար, ասիկան տեսողության համար։ Եվ նման երևույթներ շատ կա ավետարանի մեջ, որ տարբեր տեսակ հիվանդներ բժշկվեցին։ Ուրեմն նորից ուզում եմ հիշենք սահմանումը, որ ձեռնադրությունը պատահական չի, ոնց ուզենք անենք, այլ Սուրբ Գրքի տարբեր հատվածներ կարդալով մենք գալիս ենք այս համոզմունքի, որ ձեռնադրությունը Աստծո հայտնության ճանաչումն է եւ հաստատումը, որով մարդը բացահայտում եւ հաստատում է ձեռնադրվողի իրավունքը, ծառայությունը կամ ասենք պարտականությունը, որով ասենք ցույց է տրվում արդեն նաեւ օրհնության հետ կապված, ոչ միայն ծառայության, այլ օրհնության հետ կապված։ Թեկուզ այդտեղ իրավունք կա, երբ որ ձեռք էր դնում Հիսուսը հիվանդի վրա, կարծես ասում էր իրավունք էր վերապահում, որ նրան բժշկի եւ նա այդ իրավունք ուներ առողջ լինելու։ Անցնենք երկրորդ բաժնին, երկրորդ բաժինը սա է եկեղեցու ծառաների ձեռնադրությունը 3 տեսանկյունից։ Խոսեցինք, որ այո, ծառայությունների հետ կապված ձեռնադրություն է լինում, բայց ասենք 3 տեսանկյունից կամ 3 պատճառներ, թե առաջի բաժնի մեջ ինչ-որ չափով առնչվեցինք որոշ բաները, բայց միասնական նայենք այդ 3 տեսանկյունները։ Առաջինը, օրինակ, նայենք ժողովրդի տեսանկյունից։ Ասում է ձեռնադրությունը հիմք է, որպեսզի ժողովուրդը ընդունի ձեռնադրվողի ծառայությունը, ճանաչի նա իրավունքը եւ չհակառակվի նրան, որտեղ Տիրոջ կամքով է դրվել այդ ծառան։ Ժողովրդի տեսանկյունից կարծես թե ժողովրդին ուղղված խոսք է։ Ահա, ինչպես Սավուղը ձեռնադրվեց, Սամուել մարգարեն ինչ արեց, ահա այն թագավորը, որը Տերն է որոշել եւ նա իրավունքները ներկայացրեց եւ իհարկե պարտականությունը, ասենք իրավունքները որտեղ ժողովրդի վրա հենց։ Որ նա իրավունք ունի այս անի, այն անի, այն անի, իհարկե թագավորի պարտականություններ կա, սակայն երբ որ թագավորի իրավունքները ասում են, կարելի ասել այդ իրավունքի հետ միասին ցույց է տալու ժողովրդի պարտականությունը, որ այս իրավունքով ինքը իրավունք ունի, որ ձեզ օրինակ ինչ-որ հարցերում կանչի, հրամայի, ասի, ծառայեցնի, դուք պարտական եք արդեն նրան լսելու։ Դրա համար ժողովրդի տեսանկյունից սա է, որ ժողովուրդը տեսնի, որ նա այո Աստծուց ընտրված մարդ է։ Դա նպաստում է ժողովրդի
հնազանդության, դա նպաստում է անարգելք ծառայության, կառավարության, առաջնորդության։ Պատկերացրեք, հիմա էլ այդպես չէ լինում, թեև հիմա առանց Աստծո է լինում, հենց այդպես վերջին օրերի համար գրված է, որ մարդիկ թեև անունները փոխել են, բայց թագավորի վիճակի մարդ են դնում, ասենք տարբեր երկրներ, ամեն երկրներում կարելի ասել հիմա ընտրության գործողությամբ ոչ թե տերն է ընտրում, այլ ժողովուրդն է ընտրում։ Դուք պատկերացնում եք տարբերությունը։ Իհարկե, շատ ժամանակ հետո բողոքում են այս մարդը այսպես, այն մարդը այնպես, բայց երբ որ Աստված է որոշում, ինքը գիտի, որ այդ մարդուն տվել է, նա կարող է անել, իսկ ժողովուրդը չգիտի, տեսնում եք, հիմիկվա կարգն էլ փոխված է։ Աստծուն դրել են մի կողմ, իրենք են որոշում։ Դրա համար քաոս, կռիվ, դավի, վեճ ու վերջում էլ դուր դմփոց։ Թե ուր է հասնելու, դա Աստված դրա մասն է ասել։ Իբր ժողովրդավարություն, դրա մեջ էլ ինչ-որ մախինացիաներ արվում են։ Մարդիկ ժողովրդի ընտրության անվան տակ ավելի շատ, ոչ թե հաճախակի, այլ ավելի հաճախակ, ավելի շատ դեպքերում իրենք իրենց ուզած ձևը անում են, իբր ժողովուրդն է ընտրել, եթե բողոքել լինի ժողովուրդը է սխալվել։ Բայց երբ որ Աստված է դնում, Աստված գիտի, եթե մարդը չի հնազանդում, Աստված ինքը պատասխանատու է նաև նրան հանելու, պատժելու, նորը դնելու։ Սակայն հիմիկվա վիճակով փոխվել է այդ մոտեցումը։ Ուրեմն ծառաներ են այո դրում ժողովրդի ներկայությամբ եւ Ծննդոց օրինակ 48:5-ից ասում է եւ հիմա քո երկու որդիները որ ծնվեցին Հակոբը Իսրայել կոչվածը ասում է Հովսեփին ծնվեցին քեզ համար Եգիպտոս երկրումը իմ Եգիպտոս գալուց առաջ նրանք իմս են Եփրեմը եւ Մանասեն Ռուբենի եւ Շմավոնի պես իմս են եւ հետագայում արդեն չեմ ուզում կարդալ որ ձեռնադրություն արեց ասինքն Հակոբի ձեռնադրությունը ինչ հետևանք թողեց Եփրեմին ու Մանասեին ինքը ընդգրկեց որդիական իրավունքի մեջ Ռուբենի եւ Շմավոնի պես եթե Հակոբը առաջ չլներ հետագայում մենք տեսնում ենք որ նրանք համարում են առանձին ցեղեր եւ ոչ թե միայն համարվում են այլ իրավունքներն էլ ձեռք են բերել տարածք ունենալու առանձին իշխաններ ունենալու եւ այլ բայց եթե Հակոբը այս գործը առաջ չներ հետագայում ժողովրդի ինչ պետք է ասել այդ թորնիկներ դուք ով եք որ եկե հոպարների հետ հավասար կանել եք ժառանգություն եք բաժանում չէ միայն մենք եղբայրներով իրանք ունենք քանի եղբայր ենք այդքան ցեղ պետք է կոչվի եւ այդքան մասի պետք է բաժանվի երկիրը բայց քանի որ արդեն Հակոբը ձեռնադրություններ արել նրանց իրավունք էր տվել ձեռնադրությամբ եւ Իսրայելը արդեն չէր հակառակում ասին ինչ կատարվեց որ ասենք ժողովրդի տեսանկյունից արդեն այդ ձեռնադրությունը թույլ է տալիս որ նրանք օգտվեն իրենց իրավունքներից եթե առաջ չներ Մանասեն Եփրեմին այդ իրավունքները չէին ունենա ուրեմն վերապահում են նրանց համար իրավունք անգամ սխալ ձեռնադրությունը մենք տեսնում ենք մեր ժամանակներում անգամ եթե սխալ է ձեռնադրվել ինչ որ մեկը որպես հովիվ ժողովուրդը կրակն է ընկել ձեռնադրության պատճառով չի կամ ազատվի դրանից ոնց որ ընտրություն էլի ինձ ընտրել են չէ վերջ այն հələ մի բան լավ է որ ինչ որ ժամանակով են ընտրում որ կարող են այդ ժամանակին հանել բայց հովիվներին ժամանակով չեն ընտրում ինչ վիճակ է լինի ատամներով պահում է իր ծառայությունը որտեղ ձեռնադրված է ոմանք էլ բարձրում ասում են ինձ ձեռնադրել են էս ինչը այն ինչը ձեռնադրությունը կարևոր է բայց առաջին Աստծո հայտնությունն է կարևոր եթե Մովսեսը Հեսուին չձեռնադրեր Մովսեսը մահանար պատկերացնում եք Հեսուն կարող էր ասել դուք ինձ պետք է լսեք մեծ դժվարություններ կառաջան հեչ Մովսեսը ձեռնադրված չէր բայց հրաշքները հենց ձեռնադրության գործ էին անում չէ ցույց էին տալիս որ Աստված է ուղարկել նրան բայց քանի որ երևույթով մարդկանց առաջին ձեռնադրված չէ անդադ հակառակություն բայց մենք տեսնում ենք Հեսուի ժամանակով այդ հակառակությունը տեղի չունեցավ կարծես թե փոքր ակտ է երևում բայց մեծ հետևանք է թողնում ժողովրդի մեջ նաև թագավորների հարցում եթե ձեռնադրություն չլինի Աստծո ծառաների կողմից տվյալ ժամանակին Աստծո ծառաներն էին ձեռնադրում այսինքն ինչ է նշանակում մարդիկ այդ թագավորին չէին ընդունի մենք նայեցինք առաջին ենթաբաժինը ժողովրդի տեսանկյունից
որ ժողովրդի համար ինչ հետևանք է թողնում, այսինքն ընդունելություն է գտնում ձեռնադրվողը ժողովրդի կողմից, նրա իրավունքներն են ճանաչում եւ հնազանդվում են իրեն այդ կոչումի մեջ։ Օրինակ, որ ասացի նման է կնիքի։ Մի գործարանում աշխատում են, թեկուզ վերցնենք մի հատ պարզ հասարակ աշխատողի, պահակի։ Նա դիմում է գրում, ընդունվում է, կնքվում է, որ դու պահակ ես։ Քանի որ արդեն ընդունելություն է գտել ղեկավարների կողմից, այդ դեպքում ինչ անում, հազարավոր մարդիկ կգան, պահակ իրավունք ունի մեկին պահի, օրինակ եթե ճիշտ մուտք չի գործում, ասենք մուտքի անցագիր պահանջի եւ այլ եւ այլ։ Եվ մարդիկ հնազանդվում են հասարակ անգամ պահակին։ Ինչու որտեղ հաստատված է նա ղեկավարության կողմից։ Նմանապես այս ծառայությունները Աստծո կողմից պետք է լինեն եւ ապացուցվի, որ Աստծո կողմից է եւ ժողովուրդը այդ պատճառով պետք է հնազանդ լինի։ Մենք նայեցինք ժողովրդի տեսանկյունից։ Երկրորդը ձեռք դրվողի, ում վրա որ ձեռք են դնում, նրա տեսանկյունից, ասինքն նրա հետ կապված ինչ հետևանք է թողում ձեռնադրությունում։ Նախ այս ձեռնադրությունը նրան զորացնում է, քաջալերում է, բացի որ պետք է հայտնություն ունենա դրա վրա կխոսեն, նաև ձեռք դնողների պատճառով, ձեռնադրության պատճառով ինքը վստահություն է ձեռք բերում Աստծուց եղած իր շնորհքի մեջ ծառայելու։ Ինքը նույնպես, ինչպես որ ժողովուրդը հասկանում է նրա իրավունքն ու պարտականությունը, նաև ձեռնադրվողը ինքն էլ է հասկանում իր իրավունքը եւ իր պարտականությունը։ Գիտի իրեն ինչ է իրավունք տրված եւ եթե օտար մեկը գա արգելի, նա կարող է իր իրավունքները պահել եւ ասենք գործից ձեռք չքաշել։ Նաեւ իր պարտականությունները, որպեսզի հստակ գործի։ Ուրեմն դե կարդացի, որ գործքի առաքելոցից ինչպես դրվեցին կամ հենց Տերը կանչեց 12 առաքյալներ ընտրեց եւ սկսեց նրանց կոչումներ տալ, դնել եւ հենց Տիրոջ կարելի ասել այդ օրհնության պատճառով, մատնացույց անելու պատճառով նրանք իրավունքներ ունեն եւ բոլորը նրանց ճանաչում են որպես առաքյալներ, Տիրոջ աշակերտներ եւ նրանց ծառայությունը եկեղեցում, անգամ եկեղեցուց դուրս շատ տեղեր ընդունելի էր, որտեղ Հիսուսն է նրանց մատնացույց արել։ Գաղատացի 2:9-ում օրինակ ասում է եւ երբ որ իմացան այն շնորհքը, որ ինձ տրված է, Պողոս առաքյալն է ասում, Հակոբոս եւ Կեփաս եւ Հովհաննեսը, որ սյուներ էին կարծված, ինձ եւ Բարնաբասին աս ձեռք տվին հաղորդակցության համար, որ մենք հեթանոսների մեջ լինենք եւ նրանք թլպատվածների մեջ։ Երբ որ տեսան այն շնորհքը, ասենք ոչ թե Պետրոսը, Հովհաննեսը, Հակոբոս կամ մյուսները նեցած օթի մեջ Պողոսին ընդունել էին եւ միջ անգամ տեսնում եք Պողոսի թղթերում, Պետրոսի թղթերում, որ կոչ անում Պողոսին լսել։ Նրանք ասում են այն շնորհքը տեսան Տիրոջից եւ ձեռք դրեցին, նաեւ Պողոսի համար դա էլ դարձել էր իրավունք։ Անկամ եթե ինքը կանգներ ասեր Աստված ինձ ընտրել է, թեև ընդունելություն գտնել, բայց առավել եւս, երբ որ Աստծո մյուս ծառաները նրա վրա ձեռք էին դրել։ Պետրոսի նման մեկը կամ մյուսների, որ այո, երաշխավորում էին, որ նա Աստծուց ունի շնորհք եւ ձեռք են դրել, որպեսզի գործի։ Նաեւ Տիմոթեոսի 4:14-ում առաջին Տիմոթեոսի, որ ասում է երեսների ձեռնադրությամբ անհոգ մի լինի, հաճախակի որ մարդը տեսել է գործում է, կասկածում է, ասում է, այո, գուցե ես ինքս եմ ինձ շուկ տալի կամ ինձ վերագրում, թե իբր Աստծուց ունեմ շնորհք, բայց երբ որ նա տեսնում է, որ լուրջ մարդիկ Աստծո ծառան նրա վրա ձեռք են դրել, ասում է, լավ, ես շփոթվեց, իսկ նրանք, միթե նրանք էլ սխալ գործեցին, այսինքն ձեռնադրվողը իրոք զորանում է, քաջալերվում է ձեռք դնելու ակտով, որպեսզի իր իրավունքներն ու պարտականությունները ճանաչի։ Նաև փորձության օրը ձեռնադրվողը կարող է հաստատ մնալ, անգամ լինում է սատանայական հարձակում, որ կասկած է բերում, թե դու ընտրված չես, անգամ մարդը հայտնություն էլ է ունենում, փորձության օրերին պատահում է, որ այդ հայտնությունն էլ է մոռանում։
որ իրեն եղել է հայտնություն Աստծուց այս կոչումի համար, սակայն թեկուզ մոռանում է, բայց հիշում է ինչպես է անցել ծառայության ամենաքիչը այդ երևացող աչքի երևույթով ակտն էլ պետք է երևա, հիշի, որ մարդիկ նրա վրա ձեռք դրեցին եւ դրանով ինքը նորից վերականգնվում է իր կոչումի մեջ, այդ սատանայի կասկածները, այդ կրակոտ նետերը չեն կարող աշխատել նրա հանդեպ։ Ուրեմն մենք տեսնում ենք այո թվոց 27-ի 18-ից 23, որ մենք ուրիշ իմաստով կարդացինք, ասում է եւ Տերն ասմոսին արդ քեզ մոտ նավեի որդի Հեսուին, որի վրա հոգի կա եւ ձեռք նրա վրա դիր եւ նրան Եղազար քանայի եւ բոլոր ժողովրդի առաջ կանգնեցու եւ նրանց աչքի առաջին նրան պատվեր տուր եւ քո փառքիցը դիր նրա վրա, որպեսզի Իսրայելի որդիները բոլոր ժողովուրդը նրան հնազանդություն անի եւ նա կանգնի Եղազար քանայի առջեւ, որ Ուրիմի կանոնով նրան հարցնի Տիրոջ առջև։ Նրա խոսքով դուրս գան եւ նրա խոսքով մտնեն, այսինքն ժողովրդը Հեսուի ասածով դուրս գան, Հեսուի ասածով մտնեն։ Իրավունքները նաեւ պարտականությունները ժողովրդի որ ասեցին։ Եվ ասում է ինքը իր հետ բոլոր Իսրայելի որդիների բոլոր ժողովուրդը լինի, ասում է։ Եվ Մովսեսն այնպես արեց, ինչպես որ Տերը նրան պատվիրել էր։ Առավ Հեսուին նրան կանգնեցեց Եղազար քահանայի եւ բոլոր ժողովրդի առջև։ Եվ իր ձեռքը նրա վրա դրեց եւ նրան պատվեր տվեց, ինչպես որ Տերը Մովսեսի ձեռքով խոսել էր։ Այսինքն Հեսուն ինքն էլ արդեն դա մոռացվող ակտ չէր, որ մոռանա։ Իհարկե մարդիկ կան շահում են, չարանում են, բայց դա արդեն ոչ թե մոռանալով արդեն, այլ ընտրություն են փոխում, դրա համար իհարկե կա դատաստան, դրա վրա չեմ ուզում կանգնել, Ովսեի 8:4-ում էլ այսպես է գրված, ասում է նրանք թագավոր դրին, բայց ոչ թե ինձանով իշխաներ դրին, բայց ես չիմացա։ Եվ շարունակում է իհարկե կուրքեր շինեցին, ոչ թե մենակ թագավորներ ընտրեցին առանց ասու, այն նաև անգամ սուտ աստվածներ որոշեցին ինձ համար։ Այո, կարող է մարդը Տիրոջ կամքը չիմանալ եւ անել իր ուզածի պես, բայց դրա տակ էլ չարի կա, օրհնություն չկա։ Դրա համար աշխարհը այսօր որ այս ձևն է բռնել ժողովրդավարականի պես, իբր ամենաճիշտ ձևն է ժողովրդավարություն, Աստծուն մերժել են, Աստծո ընտրություն, Աստծո մարգարական գործը, որ տալիս են մարգարաներով, ծառաներով, այսինքն ապագա չունի աշխարհը։ Բարի խոստացյալ sense ապագա չունի երկիրը, ոչ մի ժողովուրդ։ Գնալով ավելի է դժվարանում, գնալով ավելի է մեծանում, այնեղ sense խաղալիք չգիտեք, ինչ որ տեսնում տարբեր երկիրներում մեր լինեն արդեն բողոքավորներ կան, դժգոհներ կան, վերջ-վերջում սա հասունանում է, վերջում ինչ պետք է անեն իրան ուտեն։ Ոչ թե ուրիշը գա իրանց ուտի, հենց իրանք իրար կուտեն։ Որտեղ թողել են առաջնորդություն, թողել են Տիրոջ ցուցումները։ Ուրեմն մենք տեսնում ենք, այո, ձեռնադրվողի տեսանկյունից մարդը ստանում է նախ Աստծուց ունի հայտություն, նաև ստանում է քաջալերան, զորավիկ է լինում ձեռք դրողները նրան, որպեսզի նա ծառայի։ Ուշացու դարձեք, Պողոսի համար հայտնություն հելա գործառնականության մեջ ասում է Տերը ասես, չէ, ես ընտրել եմ։ Բայց մինչև այդ արդեն Պողոսի ուներ հայտնություն։ Հենց Դամասկոսի ճանապարհին ուներ։ Այսինքն ու վրա որ ձեռք են դնում, իր համար նորություն չի, որ հեսա վայ հանկարծակի ասացին, ասենք ի վրա էլա ձեռք դրվի աղոթք արվե իմ կոչումի համար, բայց ես ավելի շուտ եմ իմացա, ավելի շատ առաջ, քան որ ձեռնադրությունա կատարվել։ Դեր ինձ հայտնել է իմ կոչումը։ Ուղղել է ապացուցվել, բայց նաև եղել է ձեռնադրություն։ Ուրեմն նաև երրորդ տեսանկյունը սա է ձեռք դնողի տեսանկյունից, արդեն մենք sense խոսեցինք, որ ձեռք դնողներն էլ պետք է ունենան հայտնություն։ Այսինքն ուշացում դարձեք, ձեռնադրվողն էլ պետք է ունենա հայտնություն, ձեռք դնողն էլ պետք է ունենա հայտնություն, ինչպես որ Տիմոթեոսին Տիրոջ խոսքը եղավ չէ Պողոսի կողմից Սուրբ Հոգով լցված, որ ուրիշի վրա շուտով ձեռքը դմի, որ նա մեղքերի մասնակից չլինի։ Ասենք եթե մեկը չի ընտրվել Տիրոջ կողմից, ես ձեռք եմ դնում, նա ինչ սխալներ անի, իմ հետ կիսվելի է իր սխալների հետևանքը, ասենք պատիժը։ Ես սուտ տեղի երաշխավորեցի, թե իբր նա այդ ծառանա նշանակում է։ Դրա համար ձեռք դնողն էլ պետք է ունենա հայտնություն, ժողովրդի կողմից պետք է լինի ժողովուրդ տեսնի նրա բարի վկայությունը, այսինքն
նիստ ու կացը, որ ասենք ինքը այդ պարգևը, ինչի մեջ ինքը ուզում է ծառայել, ուզում են ձեռք դնել, նա այդ պտուղները նրա կյանքում երևացել է, թե չէ։ Եթե ավետարանչի, այսինքն ավետարանչական շնորհքը երևացել է, եթե օրինակ առաքյալ է կամ մարգարե է կամ հովի է, փաստորեն ասեմ, այդ պտուղները ձեռնադրվելուց առաջ պետք է երևան արդեն։ Անցնենք երրորդ բաժին արդեն ձեռք դնելու իրավունքը։ Ուրեմն իրավունքը կա եկեղեցում առաջնորդների համար ձեռնադրություն լինի, զանազան ծառայությունների համար ձեռնադրություն լինի, որպեսզի նրանք հաստատվեն իրենց այդ կոչումի մեջ, որ Աստված է տվել։ Փաստորեն ձեռնադրությամբ չի, որ մարդը ստանում է կոչում, այդ կոչումը Աստված է տալիս, ձեռնադրությունը մենք Աստծո հայտնության ճանաչումն ու հաստատումն է։ Բայց ցավալի է, որ ասեցի մարդիկ, որ մենք այդպես ձեռք են դրել առանց Աստծո, ժամանակ է գալիս, որ հանգարց սխալ է անում, օրինակ այդ ծառայողն ասում է դու սխալ ես անում, ճիշտ չես խոսում կամ ճիշտ քայլ չես անում, մենք ենք քեզ ձեռք դրել։ Անգամ եղել է անգրագետ ձև ասեն, մենք մեր ձեռքերը հետ ենք վերցնում։ Կարծես թե իրենք Աստված են, այսի չարություն է, իրենք իրենց Աստծո տեղ են դնում։ Դու ով ես, որ նրան պարգև տաս կամ պարգևից զրկես։ Եթե մեղք է գործել, մեղքի հիմա էլի տիրոջ խոսքը պետք է դել կատարել, ոչ թե երբ ուզենաս աս ձեռքս վերցնում, ձեռքը վրեն էլ մնացել, որ մեկ էլ նոր ես վերցնում։ Նաև երկրորդ իրավունքը կա ձեռք դնելու, իհարկե սա առաջին դեպքում, երբ որ ձեռնադրություն են անում ծառայությունների համար, եկեղեցու մեջ հատուկ մարդիկ իրավունք ունեն, այս հարցում առաջնորդող եղբայրներ կան, որ նրանք իրավունք ունեն ձեռք դնելու մարդկանց ծառայությունների մեջ հաստատելու։ Ամենքը իրավունք չունեն անելու այդ։ Ամեն մի անդամ իրավունք չունի այս գործում մարդու վրա ձեռք դնի ու ինչ-որ հայտարարի դու ես ծառայությունը պետք է անես։ Եթե մարգարե անում ես, մարգարացի, բայց էլի առաջնորդների առջև պետք է գալ, քննվի, բացահայտվի եւ նոր ձեռնադրվի։ Եթե մարգարություն է լինում, թե Տերը պարգև է տվել, սա չի նշանակում ձեռնադրություն։ Պետք է ձեռնադրությամբ հաստատվի։ Մարգարություն կա ավելի լավ, հայտնություն կա, բայց պետք է հաստատվի։ Սակայն նաև երկրորդ պատճառը կա, ասենք կարիք է կա, որ ձեռնադրություն լինի, օրհնության գործում դրա մեջ մտնում է նաև բժշկություն, որ մարդ հիվանդ է, բժշկության համար մարդու բժշկվելու համար մարդը ձեռք դնի։ Եվ գործք առաքելուց 10:22-ում է ասում այդ մասին Հակոբոսի 5:14-ում, որ եթե մեկը հիվանդ է, եկեղեցու երեցին կանչեք, օծի յուղով եւ այլ, այսինքն ոչ թե միայն ծառայության համար, այլ օրհնության հարցում։ Նաև լինում է ձեռնադրություն ամուսնության ժամանակ, որպես օրհնության ձեռնադրություն։ Իհարկե դա տիրոջ կամքի մեջ է, որտեղ Տերը ուզում է զույգին օրհնել, մանավանդ որ իր խոսքով են կատարել, սակայն մենք պետք է ուշադրություն դարձնել, դա էլ չանարգվի առանց Աստծո։ Օրինակ այսօր մեկ է տեսնես աշխարհը պղծվել է, ինչ որ եկեղեցիներում պաշտոնական կատարում է եւ ոչ պաշտոնական անգամ սկսվել է, ամուսնություններն են լինում միասեռականության չափանիշներով, տամարտը կին կնոջ հետ այդ տեղի առաջնորդներն էլ մեկ է տեսնես այս սութն են փչում, ասում են ինչ որ Աստված միացած մարդը չբաժանի, կարծես թե Աստված երբ միացած այդ պղծությունը, որ մեկ էլ մարդկանց հետ կոչեկանում չբաժանվի։ Ուրեմն դա ստություն է, անգամ Աստծո անունով է խոսվում, դրա համար պատիժ կկրեն իրանք։ Ուրեմն գործքի 6-րդ գլխում ասենք սպասավորներ դրվեցին սեղանի ծառայությունների համար, ձեռք դրվեցին եւ զանազան, ասենք այն օրհնությունների համար, որոնք այսօր մենք կարող չենք պատկերացնել։ Օրինակ ճանապարհ գնալու համար ասում եմ, մեր ճանապարհի համար աղոթքարեք, ամեր վրա ձեռք դրեք, ճանապարհեք։ Արդեն նպատակը փոխվում է, բայց ձեռնադրության ակտը երևույթը մնում է նույնը, սակայն այդ ձեռնադրությունը խոսում է նպատակի հետ, ոչ թե առանց նպատակի։ Ձեռնադրությունը Աստծո հայտնության ճանաչումն ու հաստատումն է, որով մարդը բացահայտում եւ հաստատում է ձեռնադրվողի իրավունքները, ծառայության եւ օրհնության հետ կապված։